Ձեր նոյան տապանում քանի տեղ կա, բոլորը տեղավորվել են արդեն։ Գամ առաջ, ոնց ասեք, լսում եմ ձեզ, ես մենակ խնդրում եմ, ու ամեն մեկը մի հատ հարց տվեք, առաջինով ատալու։ Ես կոորդինացնեմ, լավ, Անի Գևորգյան։ Պարոն Ծառուկյան, դուք նախ ցուցակի հետ կապված, որոշակիություն չկա, առաջ, երկրորդ, երրորդ համարների հետ կապված, ովքեր են, եւ դուք ասացիք, որ չեք միանա, այսպես միասնական ընդդիմություն չի ձևավորվի, դուք չեք միանա, եթե Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը որպես վարչապետ լինի։ Բայց օրինակ Անդրանիկ Թևանյանի ներկայությունը ձեր ծրագրի շուրջ մարդկանց մոտ կասկածներ է առաջացնում։ Ուրեմն Անդրանիկ Թևանյանը վաղուց Քոչարյանի թիմից դուրս է եկել, մանդատը դրել էր իր համար, կուսակցություն էր ստեղծել, կարող եք այդ հարցը Անդրանիկին տալ, եւ ես նայելով, որ այսօր այդ մարդը լիարժեք իր գաղափարը, իր թիմը, իր մոտեցումը, որը հոգեհարազատ է եղել, հրավիրել եմ, խոսել ենք, եւ լիարժեք մարդը կոալիցիա չի կազմել, այլ եկել է հանուն այս վիճակից դուրս գալու համար։ Ես ասեմ, այսօր մարդ չկա, որ մենակ կամ մի կուսակցություն կարող է այս խնդիրը կարգավորի։ Այսօր հիմնական խնդիրը պետք է միավորվեն բոլորի հետ, մեր ժողովրդի վիճակը այսօր երբեք այդպես չի եղել, դուրս եկեք դուրս, ամբողջ աշխարհի հայությունը խեղճացած, կոտրված, ընկճված, մտքերի մեջ է։ Այսօր կուսակցական հասկացությունը պետք է մոռանանք։ Պետք է լինի ազգովի, իրար կողքանը, ես ասենք թե ինչքան որ մարդկանց հրավիրել եմ, բանի մած, որը ղեկավար է եղել, որը արդ ոլորտի պատասխանատու եղել, իրենք ասում են, որ մեզ պաշտոն պետք չի, մենք պաշտոնի համար չենք եկել, եկել ենք մեր պետության, մեր ժողովրդի համար, մանդատի համար, որ ասել եմ, կան, ասենք դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկներ, տնտեսագետներ, տարբեր պատասխանատուներ, պարոն Ծառուկյան, մենք ժողովրդին խոսք ենք տվել, որ մենք չենք եկել մանդատի համար, դրա համար մեր ցուցակը քաղաքական, ասենք իմ թիմակիցներին են գրել, բայց մեր մոտ ասենք թե շատ պատրաստված, բանիմաց, խելացի, սրտացավ մարդիկ կան, որ հասկացել են, որ այսօր պետք է ազգը միավորվի, նստելով չի լինում, որ այս վիճակից մենք դուրս գանք։ Տեսեք, ձեր շանսերը Առաջին 3 համարը չասացի։ Ինչ ասեմ առաջ։ Ցուցակը։ Առաջին 3 համարը, առաջինը ես եմ, երկրորդը Թևանյանն է, Լուիզանը, անընդհատ ախիվետա պետք է փոխենք, չէ՞ կարգավիճակը մեկից։ Դեռ երիտասարդ է ժամանակ։ Երիտասարդ է, բայց ժողովուրդը հոգնում առամեն անգամ նույնը տեսնելու։ Պետք է փոփոխենք, հնարավորություն տանք։ Ես նորից եմ ձեզ ասում, ժողովուրդ, դուք եք հայ, ես երկրում ապրում եք, բոլորս էլ ուզում ենք լավ ապրենք։ Հիմնական խնդիրը ձեզ ասեմ, ինչ ասում եմ, դրա պատասխանատուն եմ ես, որ անպայման ցանկացած ոլորտ ով պետք է ղեկավարի, ով կազմակերպի, նա պետք է փորձառու լինի, փորձ ունենա, արդյունք ցույց տված լինի, կապ չունի կուսակցական պատկանելություն, կապ չունի ազգանունը, մարդը պետք է այդ ոլորտում աշխատել։ Բայ արդեն երկրորդ է ստալի։ Հարցը ստամ ու ավարտեմ, տեսեք, Զարջան կներես, տեսեք, այսինքն վստահ ասում եք, որ ձեր գերնպատակը անկախ ամենից Նիկոլ Փաշինյանի հեռացումն է եւ խոստանում եք, որ ոչ մի պարագայում զատնի չեք դնելու։ Ես մի հատ ամենայն բանը լրագրողներից, որ ասենք թե թունդ էլի ուժեղ, չէ, ես քստոս թույլ կա, կարող են սիմպաթիստի տղաց այդ ցավտան։ Հիմնականը այսօր ինչ որ կա, ինչ որ ասել եմ, որից մեկը չի կարասի, բան եմ ասել, խոստացել եմ չեմ արել, չի կարա լինի։ Էլ ասենք թե ես ասենք թե ինչ զատնի դնել, ես կարող եմ երկից ուզում եմ թողեմ գնամ, կամ իմ երեխերքին թողեմ վատ վիճակում, որ իր հոր փոխարեն ամաչեն, կամ իմ թիմը այսքան հավաքված, ես որ շրջում եմ հանրապետությանով մեկ, ժողովուրդը ասենք թե գոշնակալ ու բոլորին ասում եմ, ես ինչ ասել արել եմ, ասում են այո դու ինչ խոսք ասել ես տեր ես կանգնել։ Ձեր որդին հետախուզման մեջ է։ Արդեն երրորդ ասել։ Պարոն Ծառուկյան, ասում եք նոր ուժերի հետ համագործակցել, անուններ կնշեք այդ նոր ուժերի անունները եւ Այսինքն նոր ուժերը ո՞րն են։ Ասացիք նոր ուժերի հետ ենք պատրաստում, հների հետ չենք համագործակցելու։ Ուրեմն ես ասում եմ հինը եւ ներկան։ Մնացածը ամեն ինչ հնարավոր է քննարկելու, եթե մեր ծրագիրը կընդունեն, որը կընդունվի այսօր առաջարկ
որը առաջարկ Հայաստանի ծրագիրը, դա ժողովուրդն է գրել, որը մենք դա ասենք ոչ թե կաբինետում դրած լուրջ դեմքերով գրել են, այլ հանդիպել են ժողովրդի հետ, քննարկել են, խնդիրը, պրոբլեմը, դարդու ցավը, որը անեն, որ այս մարդը կարողանա իր կյանքը ապահով դարձնի։ Գրելա մենք էլ լավ մասնակիցներ կարծել ենք, պետք է դա իրականացնենք, որ Ծառուկյանը այսօր ոչ մի բանի կարիք չունի ժողովուրդ։ Կարա իր մինչև իր թորներն էլ խորը ծերություն վայելեն, ապրեն, բայց այս մարդը մեզ երկում սիրտս ցավում է։ Բա հիմա տեսնում եք սիրտ ցավացողների մի վարքան, տեսնում եք սիրտ ցավացողներ կան, որոնք մտել են ընտրարշավի մեջ եւ արդեն իսկ նրանց նկատմամբ տարբեր այսպես դրվագներ կան քրեակատարողական հիմնարկներում են հայտնում։ Հիմա այս Զատնի համատեքստում չեք վախենում, որ այո իշխանության էս բանը ոնց է հասկացած։ Զարուհի։ Զարուհի, դու Ծառուկյանի մասին լսել ես։ Հարց եմ տալի քեզ, լսել ես։ Ծառուկյանի։ Ծառուկյանը, որ 2020 թվականին հավաքեց խորհրդի նիստ հրավիրեց ու հայտարարեց ժողովուրդ, այսօր 4 ամիս է մնացել, որ մենք խնդիրներ ենք ունենալու, զոհեր ենք տալու, Ղարաբաղը հանձնելու ենք։ Միակ առաջինը Ծառուկյանն ասել, ոչ դուք հաշվառակ լրագրողներով, ոչ ժողովուրդը, ոչ ընդդիմությունը, ոչ էլ պետությունը։ Հիմա չեք վախենում, դուք անկապ Զարուհի, անկապ հարց ես տալի, վախեցող մարդը գնաց մինչև վերջացեց, դատարանից էլ դուր գնաց չեմ գնացել դատարան, գնացել եմ անվտանգության շենքի մոտ, ասեմ դռները բացեք, եկել եմ, եթե ինձ պետք է ձերբակալեք, ես ինչ որ ասեմ, ու ես ասել եմ հունիսին, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբերին եղել է պատերազմը, դե տեղակ չես դու։ Տեղակ չես, խնդրում եմ ասեք, դուք ասում եք, որ Ռոբերտ Քոչարյանին կոալիցիա ձևավորելու համար ձեր ձայները, եթե անցնեք խորհրդան չեք տա։ Եթե Քոչարյանը եթե Քոչարյանը Տեխնացիոնը վարչապետի, եթե հարցը լինի, որ Քոչարյանը հիմա կբացատրեք ինչու, որովհետև կարելի է հարցս վերջացնել, որովհետև ձեր հարստության, այսպես ասած, ոսկե տարիները հենց Քոչարյանի իշխանության օրոք է եղել։ Ձեր թիմում շատ մարդիկ կան, որոնք Քոչարյանի հետ նախորդ դաշինքից են եկել։ Ձեր անունը շատ երկար տարիներ Քոչարյանի հետ են կապել եւ մարտի 1-ից հետո եւ նրա իշխանության հեռանալուց հետո դուք նրա այսպես ասած գլխավոր հենարաններից մեկն եք շարունակել համարվել։ Ձեր անունը միշտ կապվել է նրա հետ։ Աղջիկյան, դուք եք կապում։ Ներողություն ասեմ, Քոչարյանի ղեկավարած ժամանակ իշխանության դեպքում այսօրվա իշխանության։ Ես նորից եմ ասում, Քոչարյանի իշխանության ժամանակ հարաբերություն եղել է, եղբայր իմ գործընկերն է եղել, բայց երբեք Ծառուկյանը ոչ մի բան թույլ չտվի օգտվելով առիթից կան հարկայինի նախարարներ իրավորող կարած հարցնես, որ եթե ստուգում ա եղել, որց է մի բան ճիշտ չեղե, ես ասեմ կրկնակի վճարենք, հանկարծ ինքը չիմանա։ Ու ինքը այն մարդը չի, որ թույլ տար կամ եսին որց է մի արտոնություն արդյունը։ Ծառուկյանը 0-ից սկսած կա, ոնց եմ 3000 ռուբլին վաստակել, ինչ եմ արել, ինչով եմ զբաղել, որ այդ դարել է 100,000, որը սունկ եմ աճեցրել, 500 քառակուսի, կիլոն 12,000 ռուբլի վաճառել եմ եւ առաջի պարտիայից ստացել եմ 100,000 ռուբլի, անմիջապես բացել եմ 4 ծնկանոց, ստացել եմ 400,000, դրանց դրել եմ օղարտադրություն, կալգոտքի արտադրություն, կոշկի արտադրություն, զարգացել եմ, իմ ճակատը բարձա, մաքուր եմ, արդար եմ, քրտինքով ստեղծած, որց է մի հարամբան չունեմ, չեմ արել։ Լավ, հիմա ինչու չեք ուզում արդեն թեմա ինքը ներողություն ասեմ, այսօր լիարժեք ինքը ինչ որ պետք է Ղարաբաղը ստեղել, արդեն ժողովուրդը տես Իվետային խիչ եմ գրել առաջիկինը, մարդիկ հոգնել են, հարկա նորություն, նորը պետք է լինի, ինչ? Ես պատասխանեցի ինքը իր անը արել է, արդեն թող ինքը հանգստանա, նոր դեմքեր լինեն, նոր մոտեցում լինեն։ Շնորհակալություն։ Ձեր անունը կարեք չգրեք, ցուցակում։ Կարամ դուս գամ, եթե ես դա խանգարեմ, ես դրանով չեմ ապրեմ, տղա։ Ես կարամ ես ներողություն, մի վարկ, ես ակտա, եղբայր, դու ես քո երեխեն, Ծառուկյան այսօր, կայացած մարդը, ունե որ մարդը հարգանք ունեցող աշխարհում է, սաղ ազդեցիկ մարդկանց հետ շփվում եմ, իմ ուզածը, որ իմ երկիրը, մեր երեխաները ապահովված լինեն, խեղճացած ման չկան։ Վայ ջան, այսօր Ծառուկյանը մեծ
պրոյեկտի տակ ամատե, որ ասենք թե մեր հայությունը այսօր ասելու բան չունես, դուս գաս աշխարհ, հայ ես, հասկանում ես ասելու բան, գլուխդ կախեց, ներողություն, գլուխդ կախեց ման գալու, ես մտածելով, որ հայ մենք աշխարհին ասելու բանը, Քրիստոսի արձան եմ կարծում, ամենա, որ գոնե մեր հայերը աշխարհում եք, որ մենք ասենք մենք հայ ենք, առաջի քրիստոնյա ազգն ենք, որ մենք դրանով գոնե ասելու բան ունենք, ճանաչում։ Թույլ կտան տեղադրել, մեկ էլ հարկային ճնշումներ կա, թե չէ, գիտեմ որ ճնշումներ կա։ Ես նորից եմ ասում, դա ես բանի տեղ չեմ դնում, ձեր ցավը տանեմ, գործը արդարա, ես լիարժեք պար հանգիստ քնում եմ, ոչ մի ինչ էլ որ լինի, մեկը պարզվելու է, լրիվ դզվելու է, խնդիր չունեմ։ Արժանը երբ կտեղադրել։ 27 թվականին։ Ձեր տեխնազուի անունը կասեք, եթե դուք չեք ասում, ես 4-ից 2-ին փորձեմ ասել։ Մարտուն Գրիգորյան, Անդրանիկ Թևանյան, Երկուսն էլ բացառված են նորից։ Շնորհակալություն։ Երբ կասեք, ով է վարչապետի տեխնազու։ Ասա եղբայր։ Այսօր իշխանությունները հայտարարում են, որ անհամատեղելիության դեպքում պետք է որոշեն ինչ անել, դուրս գալ ԵԱՏՄ-ից թե ոչ։ Այո։ Այսինքն թե ոչը Այո։ Եվրամիություն կամ ԵԱՏՄ որպես գործարար։ Այո։ Ինչ ազդեցություն կլինի Հայաստանի վրա ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում։ Եղբայր ջան, ես ոչ թե գործարար պատասխանեմ, ես որպես քաղաքացի պատասխանեմ, եղբայր ջան։ Այսօր ամենակարևորը բոլորդ էլ պետք է գիտակցեք, հասկանաք, որ ասենք թե Ռուսաստանը 100 տարվա մեր գործընկերն է, դաշնակիցն է։ Մենք ունենք 3 միլիոն հայություն, որ այնտեղ ապրում են։ Հայաստան ամսական գալիս է 180 միլիոն տրանսֆեր։ Մենք ունենք այնտեղ 3 միլիոն հայություն, որ այդ գումարը գալիս է եւ մեր ամբողջ արտադրած, ստեղծած մշակածը Ռուսաստան է գնում, որ փակվեց։ Ռուսաստանից էլ 500,000 հայ, որոնք գրանցում չունեն, եկան Հայաստան։ Ինչ է կատարվելու։ Գազի գինը եթե դարավ $800, ինչ է կատարվելու։ Ինչ շուկայում, ձեր ցավը տանեմ, ախ մարդիկ։ Ով։ Եվրոպա։ Ասո ով է, կարամ իմանալ։ Ցավը տանեմ, հələ թող մի հատ տանեն, էլ մի մեքենա թող ապրանք տան։ Ախ ասելով չի։ Այսօր իշխանությունը ասում է մենք խաղաղություն ենք բերել։ Ժողովուրդ ջան, ասում է սեպտեմբերին պատերազմ ալիներ։ Պատերազմի դռները մենք պետք է փակենք, բարուն ոչ մեկ չի ուզում, բայց պետք է լինի խաղաղությունը երաշխավորած, որ 5-6 պետություն պետք է երաշխավորեն, մենք պատերազմ չենք ուզում, մենք դռները փակում ենք պատերազմի դեմ։ Ռուսաստան, Ամերիկա, Չինաստան, որոնք ասենք թե նախ 3-ը ամենակարևոր պետք է լինեն։ Պարտադիր։ Կարծում եք, որ նրանք կարող են Հայաստանի անվտանգության համար երաշխավորելու անվտանգությունը։ Իհարկե։ Նույն սեղանի շուրջ նստեն, բանակցեն։ Այո, հիմա սա կարգավորվի շուտով, մինչև ամսի վերջ կարգավորվեն, ամեն ինչ իր տեղը կգա, տեսնում եք ինչ է կատարվում, բայց ես դες բան ասել եմ։ Ես չեմ կարծում, դուք ձեզ որոշում եք, ասում եք։ Ժողովրդի ցավը տանեմ, ոնց իրեն ձեռնատու, ես ժողովրդին ասել եմ, ինձ ձենել տա շնորհակալություն եմ հայտնելու, ասեմ ապրեք։ Ձենել չտասնեմ, ժողովուրդ ջան, քու ցավը տանեմ, շնորհակալ եմ։ Ում ընտրել ես գնա Իրանից պանջի, խիղճ հանգիստ, գետամ իմ գործերով կզբաղվեմ։ Գիշերը անհանգիստ չեմ քնի, որտեվ ես ասել եմ, ներկայացրել եմ, բացատրել եմ։ Ընտրական գործընթացի մեջ իշխանությունն ասում է օրինակ շատերին գործարարներին, որոնք մասնակցում են, պարտադրել են։ Ով ասում։ Ով պարտա։ Դες ինչ որ մեկ, ինչ որ տեղից, ինչ որ երկրից պարտադրել են։ Հակառակը չեն ցանկանում, որ ես մասնակցեմ, բայց ես մասնակցում եմ։ Ո՞ր դեպքում կհրաժարվեք քաղաքականությունից ընդհանրապես պոնտը։ Ախպեր, եթե ամեն ինչ ընտիր լինի, հենց եթե նորմալ զարգացավ, ես կարող հանգիստ իմ կյանքը վայելեմ այդ, ես ամեն ինչի տեր մարդ եմ, իմ ուզածը, իմ ժողովուրդը, իմ երեխաները, բարեկեց պետք է որ քո պես մարդը որ չնեղվի, դու կարողանաս քո ընտանիքը պահել, ոչ թե մարդկանց վրա շարժուր անես, որ քեզ վճարեն, այդ ես ում լսես։ Ասա։ Ոչ չի գալի, բա դու քեզ դες բանից ասես։ Ես քեզ ախ դու հարց տուր, որ ես կարամ այսօր դուրս գամ
այսօր հանգիստ չխառնվեմ, բայց սիրտս ցավում է, դու գնա գյուղերը, մարդկանց նայի, ինչա կատարում գյուղում։ Խեղճ ու կրակ նստած, վարկերի տակ ճռալով, ժողովուրդը սահմանի վրա ներքին գետաշենում, մարդը ուզում է սահմանի վրա տղայի համար տուն կառուցի, թույլ չեն տալի։ 1 միլիոն դրամ ուզում են, որ թույլ տան մարդ, դա հակառակ պետք է բացվիս, գյուղը սահման պահողն է, Հաչիկ ջան, պետք է ով ուզում է գնա կառուցի, որ չդադարվի, գյուղերը չդադարվեն, հողերը մշակեն, մարդիկ ով եկա, վելնդե գնացող չկա։ Սիրտս ցավում է, ես ասեցի, երևի դուք չեք լսել, ես այն մարդն եմ, իմ ժողովրդի համար ցանկացած ով դիմելա չի մերժվե, ում պետք է կարիք ա եղել օգնել եմ, տվել եմ, նվիրել եմ, ու ես եթե մարդու դեմքին ժպիտ կա, ինձ լավ եմ զգում։ Ես ասեցի նոր բանի ժամանակ էլ ասեցի, փոքր ու միջին բիզնեսին պետք է հարկերից ազատեն։ Առինջ մոլը, որ կառուցել եմ, դիմել են ինձ, սարքե տվել եմ, ասել եմ մի տարի վարձավճար մի վճարեք, ձեր ցավը տանեմ, կայացեք։ Կայացել են մի տարի հետո դիմել են, պարոն Ծառուկյան ջան, դզվել ենք, որոշ պարկեր փակել ենք, որ մի տարի էլ երկարացնես, շատ լավ կլինի։ Ես մի տարվա տեղը 3 տարի, 2 տարի էլ ավելացրել եմ, 1000 հատ խանութ, ամեն խանութ 150-ից 200.000 դրամ վարձավճար է վճարում։ Մենակ մարդիկ, որ լավ ապրեն, ասեն 1000 հատ խանութ մոտ 3 մարդ պետք է աշխատեն, ասենք 3000 ընտանիքի, գնացեք հարցրեք, կա այդպիսի մարդ, աղբորը 3 ամիս անվճար չի տա, ամբողջ ժողովրդին, ասեմ 3 տարի գնացեք ձեր ցավը տանեմ, ապրեք, վայելեք, թող պարտքերը փակեք, ժպիտը գարձեն դեմ։ Ծառուկյանը այդ մարդն է։ Ձեր տեխնացու վարչապետի կին լինի։ Ոչ։ Երբ եք հայտարարելու, պարոն Ծառուկյան, երբ օրը կարող եք գոնե ասել, երբ։ Թեկուզ ասում եմ կանայք ավելի նվիրված, հավատարիմ, երբեք ես խոսք եմ տվել, թույլ տվությունը բերեք, տնենք ասենք մրցույթի տեսքը, ոնց պետք է լինի հայկինը իր հագուկապով, իր տեսքով, մեծ իմ համար դա մեծ պատիվ է։ Պարոն Ծառուկյան, երբ կհրապարակեք, ոնց որ հետո երբ կհրապարակեք վարչապետի տեխնացուի ձեր անունը։ Ես ասեցի, Տեխնացուի անունը։ որը երբ որ գա ժամանակը անպայման կլսեք, շուտ ընտրությունից հետո, Շնորհակալություն։ Չէ, բանը, Ինչի 8-ին ինչպեսի Հայաստանն է կարողանալու։ Ես քեզ շատ հարգում եմ, քո արդեն արդեն 4-րդ պատասխան չկա։ Որ հարգեք այս պատասխանը։ Շնորհակալ